Պարմանոկյան այսօր վաղ առավոտից իրավապահները խոզարկություններ են իրականացնում մի շարք ընդդիմադիրների բնակարաններում, բերման է ենթարկվել արդեն Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ Սրբազանը, ըստ Նիկոլ Փաշինյանի կանխվել է հերթական հեղաշրջման փորձը Հայաստանում։ Հետևում եք դուք իրականում զարգացումներին եւ ինչ գնահատական կտաք։ Գնահատականը հետեւյալն է, որ ցանկացած պարագայում հեղաշրջում ասածը մեր համար ընկալելի չի, բայց կոնկրետ այս դեպքում ժողովրդի մոտ իմ մոտ էլ հավատ չի ներշնչում, որ դա իրականությանը համապատասխանում է, եւ եթե իրականությունը իհարկե համապատասխանում է, մեր համար ընդունելի տարբերակ չի համանդատական կարգի խաթարելը, բայց ասում եմ, իրադարձությունները վերջին օրերի, վերջին շաբաթների այնպիսին են, որ կոնկրետ իմ մոտ եւ բազմաթիվ մեր հայրենակիցների մոտ հավատ չի ներշնչում, որ դա իրականությանը համապատասխանում է։ Տեղեկատվական հոսքը 3 տեղ ունեցավ, իշխանական լրատվամիջոցը գրեց, քաղաքացիական պայմանագրին պատկանող լրատվամիջոցը գրեց, հրապարակեց ինչ-որ, այսպես ասենք, պլան, ըստ որի պետք է գործեին ընդդիմադիրները, Նիկոլ Փաշինյանը այդ գրառումը ակտիվորեն տարածեց իր Facebook-յան էջում, այսինքն հող են նախապատրաստում, այդ կերպ, որպեսզի իրականացնեին այս գործողությունները։ Միգուցե, բայց այստեղ ինքը ավելի խորքային պատճառ ունի այս ամեն ինչը, եթե նույնիսկ ասում եմ, այս ամեն ինչը իրականության համապատասխանում է, դրա մեղավորը եւս Նիկոլ Փաշինյանն է, որովհետեւ իր վարած քաղաքականությունը բերել է նրան, որ մարդիկ հավատը կորցրել են, որ իշխանափոխություն կարա լինի, քանի որ մեր բնակչության, մեր ժողովրդի մեծ մասը իրեն դեմ է, եւ միգուցե կլինեն մարդիկ, որ այլ ճանապարհ չեն տեսնի եւ կընտրեն նաեւ այդպիսի ճանապարհներ, իհարկե դա ընկալելի չի, ընդունելի չի, որտեվ արնոտ ձեռքերով լավ գործեր չես անում, բայց այնուամենայնիվ, քանի որ իշխանությունն է պատասխանատուն այս ամեն ինչի, իր ստեղծած իրավիճակը մթնոլորտն է, որ միգուցե որոշ մարդկանց մոտ նման կարծիք կար կամ նման ձևով, նման մեթոդով իշխանափոխության հնարավորություն տեսնում են։ Պետք է Հայաստանի Հանրապետությունում մեր մթնոլորտը իր ստեղծած իրավիճակը այնպիսին լինի, որ մարդիկ երբևէ նման ցանկություն չունենան։ Մի նկատառում էլ, որ օրինակ տեսեք, նախկինում բոլորիս հայտնի է, որ հիմնականում ընտրությունները կեղծվում էին եւ իշխանությունը թույլ էր տալիս, որ ցանկացած ողջ մասնակցի ընտրություններին մենք կկեղծենք եւ մենք կընտրվենք, տպավորությունն ու Նիկոլ Փաշինյանն էլ մի ուրիշ մարտավարություն է ընտրել եւ ընտրություններ որոշել է չկեղծի, բայց չի թողում մարդիկ մասնակցեն։ Ինքը արդյունքը նույնն է, այսինքն մրցավազքես դուրս գալիս ցանկացածի հետ, բայց դատավորը այնպիսին է, որ քեզ է հաղթանակը տալիս, այդ դեպքում նման միջոցով իշխանության մնաս, թե մրցավազքում ուղղակի ոչ մեկ չմասնակցի եւ դու մասնակցես, կամ այնպիսի մարդիկ մասնակցեն, ովքեր կամ կեղծ ընդդիմություն են, կամ իրենցից վտանգ չես սպառնում, արդյունքը նույնն է, այսինքն միջոցներ ես ձեռք առնում, որ արդարության զգացողությունը մարդկանց մեջ չլինի եւ արդար ընտրության հնարավորություն չլինի։ Եվ Նիկոլ Փաշինյանի ընտրած մարտավարությունը նման է այս երկրորդին, որ ընտրությունները չեմ կեղծի, խոսք եմ տվել չեմ կեղծի, բայց մրցավազքին կամ ընտրություններին կմասնակցեն կամ ինձ նախընտրելի մարդիկ կամ վտանգ չներկայացնող մարդիկ ըստ իրեն, այսինքն այն մարդկանցից ում վտանգ է ստեղծում տարբեր շինծու գործեր կամ տարբեր մեղադրանքեր կամ որևէ ինչ որ նախադասություն կամ բառ ասելու համար մարդիկ ձերբակալվում են, այսինքն արդյունքը լինում է նույնը, արդարության զգացողությունը, որը ամենակարևորն է, երկում չկա։ Դուք ձեր հարցազրույցներում անդրադարձել եք իհարկե իշխանություն եկեղեցի լարված հարաբերություններին, բայց վերջին օրերին դրանք շատ ավելի են սրվել եւ ընդհանուր հասել են մինչեւ նրան, որ Նիկոլ Փաշինյանը պատրաստ է այդ թվում եւ վեհապարին եւ որոշ հոգեվորականների օրինակ ապացուցել, որ ինքը թրպատված չի։ Ընդհանուր առմամբ այս ամեն ինչին ինչ գնահատական կարելի է տալ այդ Facebook-յան գրառմանը, այսպես ասենք, այդ սեռական ապացույցին եւ այլն։ Հարիկ ջան, դա այն դաշտն է, որտեղ մենք ես հորդորում եմ բոլորին, իսկ ես այդ մարտավարությամբ իմ process-ները զարգացնում, որ այդ դաշտ պետք չի մենք մտնենք։ Այսինքն նման բաների ոչ կարող եմ ես մեկնաբանել, այսինքն ոչ այդ այն դաշտն է, որը ինչ-որ կարելի է դպրոցական երեխաները նման բաներից խոսան կամ ոչ առողջ մտածելակերպի մարդիկ, այսինքն թլպատված չես, այդ քաղաքականության մեջ առավել եւս երկրի ղեկավարի կողմից ոչ մի կերպ ընդունելի չի, ոչ մի կերպ, ու հաստատ այդ այն խոսույթն է, որը չեմ կարծում նույնիսկ այն մարդիկ, ովքեր գլոբալ առումով իր համակիրներն են կամ իրեն ընտրելու են, այդ խոսույթը իրանց համար ընկալելի է, նման բան չի կարելի։ Իսկ ինչ վերաբերում է եկեղեցուն, կարևորագույն մի կառույց է, ազգային կառույց է, որը դարեր շարունակ մեր պետականությունը պահել է մեր
մեր պետականությունը միմիայն օգուտ է տվել, իսկ անհատական առումով կրոնի դերի մասին առավելևս խոսելը ավելնորդ է, իսկ մեր եկեղեցում մենք ինչքան ենք ընդունում նրա միջոցով մարդիկ ինչքան օգնություն են ստանում, հոգեբանական օգնություն, դրա մասին խոսելը ավելնորդ է եւ եթե իրականում նույնիսկ խնդիրները կան, նույն իշխանության կողմից այսպես ասած ֆիշկան ինչու՞մն է, որ միգուցե նման բաներ, որում մեղադրում են կան ինչ որ մարդկանց հետ կապված, բայց դա բարձրաձայնել, խնդիրները նման ձևով լուծել բացարձակ ընկալելի չի, ու ես էլի եմ ասել, առաջինը ինքը լինելով երկրի տերը, պետք է նման բան ինքը չաներ, որտեվ եթե մեկը նման պառակտում առաջացներ, ինքը պետք է կանխեր այդ ամեն ինչը, եւ դա ոչ մի ձև ընկալելի չի, եթե նման բաներ կար, այդ հարցերը պետք է լուծվել ուրիշ միջոցներով, ուրիշ մեթոդներով, եթե դա ապացուցելի է եւ կա, միգուցե ինչ որ այդ հոգևոր խորհուրդ հրավիրվեր այդ ամեն ինչը ներկայացվեր, բայց ոչ հասարակության համար բարձրաձայն, որտեղ հասարակության մոտ այդ ամեն ինչը կբերի նրան, որ եւս բազմաթիվ հայ ժողովրդի անհատներ միգուցե հեռվանան մեր եկեղեցուց, հավատը կորցնեն, իսկ այդ ընդհանրապես ձեռնատու չի մեզ եւ ընդհանրապես հենց իշխանությանը ձեռնատու չի եւ այդ բոլոր քայլերը բերում են պառակտման, որը առաջի թշնամական քայլն է մեր պետության, մեր ազգի նկատմամբ ցանկացած քայլ, որը բերում է պառակտման, այդ ոչ մի ձև ընկալելի չի ու այն մոտեցումը, որ նպատակն արդարացնում է միջոցները, եւս եթե այդ մոտեցմամբ շարժվում, դա եւս ընկալելի չի եւ սխալ մոտեցում է։ Տեղի ունեցող զարգացումները որոշ ընդդիմադիրներ անվանում են բռնաճնշում, ազատ խոսքի վերաբերյալ, ոտնահարում, ռեպրեսիաներ, օրինակ ոմանք գրառում են անում, որ հիշեցնում է 37 թիվը, դուք ևս ընդդիմադիր դաշտում եք գործում, ակտիվ քաղաքական գործունեություն եք սկսել ծավալել, մտավախություն չունեք, որ Նիկոլ Փաշինյանի ռեպրեսիաները կհասնեն նաև ձեզ։ Մտավախություն չունեմ, բայց եթե մարդը զբաղվում է քաղաքականությամբ, նաև պետք է պատրաստ լինի նման տարբերակի, հուսով ենք այդ տարբերակները չի լինի եւ նաև այն մարդիկ, ովքեր հիմա բանտարկված են, անք շուտ կազատվեն, որովհետեւ քաղաքաբանտարկյալ ունեցող երկրի դեպքում ինքը ցանկացած դեպքում բոլորին է դրա անդրադառնում, ասեն ամբողջ երկրի հեղինակության հետ է, մեր բոլորի հեղինակության հետ է, այսինքն եթե նորմալ երկրներում քաղաքաբանտարկյաններ չեն կարող լինել, այն պատճառով նաև ոչ թե իշխանությունը չի ուզում, նաև հասարակությունը դրան դիմանում է։ Եթե մեր մոտ նույնիսկ իշխանությունը ուզում է եւ հասարակությունը չի ընդդիմանում, այդ եւս ցուցիչ է, վատ ցուցիչ է մեր հասարակության համար, կոնկրետ իմ համար, մյուսի համար։ Եվ հուսով եմ, որ այդ ամեն ինչը պետք է շուտ Նիկոլ Փաշինյանին հուշեն, որ նման ճանապարհով չի կարելի երկիր կառավարել եւ արագ ազատ արձակել մարդկանց, առավելևս Սամվել Կարապետյանին, որը բազմաթիվ իր գործունեությամբ միմիայն լավ բաներ արել Հայաստանում, ես իմ ուսումնասիրության շրջանակներում գումարն աշխատել այլ երկրում, ու այդ այլ երկիրը ընդհանրապես կարևոր չի, որ երկիրն է, եւ այդ գումարների ահագին մեծ մասը ինքը բարեգործական ճանապարհով նվիրաբերել է մեր երկրին, բազմաթիվ կառույցներ է ստեղծել եւ ցանկանում եմ, որ շուտ Սամվել Կարապետյանը մնացած մարդիկ, ովքեր քաղաքական նպատակներով են ձերբակալված, ազատ արձակվեն։ Դուք նաև ձեր հարցազրույցներից մեկում ասել եք, որ կա կոնսենսուս, որ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա, բայց չկա կոնսենսուս, թե ով պետք է լինի։ Ինչի հետևանք է այս ամենը։ Դի բազմաթիվ երկար տարիների առաջացած կնի Նիկոլ Փաշինյանը ինչպես ընտրվեց, ինքը չընտրվեց ծրագրերով։ Ուղղակի նախորդ իշխանությունները այնպիսի իրավիճակ էին հասցրել, որ մարդիկ ընդհանրապես իրեն չէին ուզում տեսնել եւ ցանկացած մեկ ժամ շուտ ուզում էին նրանցից ազատ արձակվել։ Եվ այդ ժամանակ ուղղակի այդ համաժողովրդական շարժումը, որն էլ մտների մեջ շատ շուտվանից էր հասունացել, ուղղակի առիթ հանդիսացավ այն Սերժ Սարգսյանի խոսքը, սուտ խոսքը, որ ասել էր չեմ մասնակցելու, չեմ երկրի ղեկավարելու եւ ղեկավարեց, այդ ամեն ինչը ղեկավարեց Նիկոլ Փաշինյանը եւ այդ համաժողովրդական տաղալիքի վրա ինքը դառավ երկրի ղեկավար, այսինքն ինքը չի եղել ընտրությունների արդյունքում երկրի ղեկավար այդ ժամանակ, ուղղակի եղել է դեմ։ Մեկ ուրիշ դեպք է 2021 թվականն, նույնիսկ մարդիկ էլի ինչ որ վախեր տեսան նախկին այդ կրկնության եւ էլի նույն մեթոդով չլսեցին ծրագրերը կամ ինչ որ մասը միգուցե լսեցել, այդ ծրագրերը որ լսեց արդյունքում չիրագործվեց այդ ծրագրերի մեծ մասը եւ ուղղակի որոշեցին, որպեսզի նախկինը չվերադառնա, նորից իրան դեմ քվեարկություն գնաց։ Այսինքն մեր մոտ եթե գնահատում ես, երբեք չի եղել այնպիսի ընտրություն, որ գաղափարների ընտրություն լինի, հանդարտ իրավիճակ լինի եւ գաղափարների ընտրություն լինի։ Եվ հիմա եւս 2026 թվականին, եթե Նիկոլ Փաշինյանը շարունակի այս ոճով, նորից նույն ձև է լինելու, այսինքն դեմի ընտրություն է լինելու։ Եվ եւս մեկ անգամ հորդորում եմ իրեն, որ այդ ամեն ինչը վերջը տա, որ լինի գաղափարական ընտրություն, եթե ինքը գտնում է, որ ինքը ճիշտ գործողություններ է անում Հայաստանում, ճիշտ ծրագրեր ունի,
լինի, թող այս ամեն ինչը վերջը տա, թող Սամվել Կարապետյանը, չգիտեմ, օրենքով կարելի է, չի կարելի, մյուսը, ես եմ, այն մյուսն են, բոլորը մասնակցեն գաղափարներով եւ հաղթի այն մարդը, ում գաղափարներն են ճիշտ, ում հավատում են, որովհետեւ շատ կարող է նաեւ կարող են գաղափարները ծրագրերը ճիշտ լինեն, բայց ուղղակի քո խոսքին չհավատան, որը Նիկոլ Փաշինյանի դեպքում ամբողջությամբ իրեն է վերաբերվում։ Ինքը ինչքան էլ լավ ծրագիր ներկայացնի, մենք իրեն չենք հավատում, որովհետեւ բազմաթիվ անգամներ ինքը խաբել է ընդհանրեն եւ իր ծրագրերը հավատալու լսելու կարիք էլ չկա։ Բայց այնուամենայնիվ պետք է իշխանությունը գնա այն ճանապարհով, որ լինի գաղափարի ծրագրերի ընտրության ընտրություն 2026 թվականը, այլ ոչ թե նորից նույնը կրկնվի, այսինքն դեմի ընտրություն չլինի։ Արմենիան 2026 շարժումն է ստեղծել ակտիվ հասարակական քաղաքական գործունեություն եք իմացավալում եւ ձեր գաղափարախոսությունը մենքն է։ Հաշվի առնելով այն, որ Հայաստանի քաղաքական դաշտում ակնհայտ է, որ կա պարակտվածություն, հասարակության շրջանում կա պարակտվածություն, հնարավոր է այդ մենքի գաղափարը իրագործել այս պայմաններում։ Այս մենքի գաղափարը առաջացել է ժամանակի պահանջ է եղել, այսինքն չես կարող այս մենքի գաղափարով առաջնորդվես ընտրությունների մասնակցես այն հասարակություններում, որտեղ պարակտում չկա։ Հենց մենքի գաղափարը ոչ միայն իմ մոտ է առաջել, հասարակության մեջ գրեթե բոլորի մոտ այդ գաղափարը կա եւ ժամանակի պահանջ է, քանի որ պարակտված է հասարակությունը, հիմա ակտուալ է մենքի պահանջը։ Եթե հասարակությունը պարակտված չլիներ, այլ լիներ ամբողջական, արդեն այդ ժամանակ ուրիշ գաղափարներ կլներ, իրական միգուցե տնտեսական որոշակի ծրագրերով առաջնահերթություն տալ, միգուցե մնացած, չգիտեմ, անվտանգային մյուս, բայց հիմա այս ամեն ինչի խնդիրները, նույն մեր անվտանգային խնդիրները, տնտեսության մեջ խնդիրները բոլորը մենքի բացակայության պատճառով են, այսինքն չկա ամբողջական հասարակություն, որպեսզի օգտագործվի նրա ամբողջ պոտենցիալը, կադրային պոտենցիալը, մնացած, այսինքն մեր առաջնային գործը մենքի գաղափարի ստեղծումն է, որպեսզի մենք լիարժեք մեր հնարավորություններն օգտագործենք, մեր մնացած բոլոր խնդիրները ստուգենք, այսինքն ժամանակի պահանջ է եղել։ Պարոն Մանուկյան, ում հետ եք դուք օրինակ պատկերացնում հնարավոր համագործակցությունը եւ ում հետ եք բացառում։ Համագործակցություն բոլորի հետ կարելի է համագործակցել, եթե կոնկրետ նկատի ունեք ընտրությունների ժամանակ, այդ մի քիչ վաղ է դրա մասին ասելը, կոնկրետ բացառում եմ Նիկոլ Փաշինյանի հետ, անձամբ իր հետ։ Բացառում եմ։ Եթե իր թեզերն են պահում, գիտեք, նախորոք ասենք ասում են երբեք մի ասա երբեք, Նիկոլ Փաշինյանի հետ կապված հստակ կարող եմ ասել։ Իսկ մյուս ուժերի հետ կապված, որտեղ բազմաթիվ ուժեր կան, ուղղակի տարբեր իրենց վախերի կամ ինչ-որ անձնական շահերի պատճառով որոշակի այս ուղղվածություն են ընտրել։ Ես իմ մտքում հենց հիմա այդ ուժերին չեմ էլ հիշում ուղղակի, բայց ասում եմ մի քիչ նախորոք այդ հստակ կարմիր գիծ կա Նիկոլ Փաշինյանի հետ համագործակցել առումով։ Կարմիր գիծ կա, որ նախկին երկրի ղեկավարս մարդիկ չլինեն երկրի ղեկավար, բայց այն ուժերին, որոնք իրենք առաջնորդում են, իրենց հետ հնարավոր է համագործակցել։ Նույն քաղաքացիական պայմանագրի բազմաթիվ մարդկանց հետ կարելի է համագործակցել, նույն ՀԿ-ի բազմաթիվ մարդկանց հետ կարելի է համագործակցել, այսինքն այստեղ կա կոնկրետ կարմիր գիծ Նիկոլ Փաշինյանի հետ եւ խնդիր կա, որ այն մարդիկ, ովքեր ղեկավարել են, այդ մարդիկ երբևէ էլ չպիտի ղեկավարեն այս երկրում, քանի որ իրենք իրենց հնարավորությունը պետք է օգտագործեն եւ նաեւ այն վիճակը, ինչ կա Հայաստանի Հանրապետությունում այս պահին, իրենց վարած քաղաքականության արդյունքում է եղել։ Իրենք են, չէ, իշխանության դռները փակել, որ իշխանության նորմալ մարդիկ չեն, ուժեր չեն կարծել դեպի իշխանություն մուտք ունենան եւ երբ որ իշխանության դռները փակում ես, մի երկու ճանապարհ կա, կամ ինչ որ լպրծուն բաներ կարան այդ արանքից անցնեն, կամ կոտրեն այդ դուռը անցնեն։ Դրա համար իշխանության դռները չպետք է փակել եւ այսինքն իրենց վարած իշխանության արդյունքում է նաեւ այս վիճակը Հայաստանի Հանրապետությունում։ Տեսեք, Արմենիան հասկանալի է 2026-ը ենթադրում 2026-ի նշանակությունը չէ ունի, այսինքն կարճաժամկետ է, մարդկանց մոտ կարող է հարց առաջանալ օրինակ 2027-ի, որքանով է ակտուալ լինելու 2026 կարգախոսը։ Հարկ ջան, երբ որ մենք դառնանք կուսակցություն, իհարկե ուրիշ անվանում կունենա։ Այստեղ շարժման իմաստը ինչ է, ես էլի եմ ասել, որ ինքը բաց հարթակ է այս գաղափարը կրող մարդկանց համար։ Ու անպայման չէ, որ այս շարժումը ես եմ ստեղծել։ Կարող եք դուք ստեղծեիք, բոլորը ես կգնայի միանայի։ Այս ուղղակի բաց հարթակ է, ցանկացածը կարող, բայց եւ այս շարժման համար կարևորագույն առաջնային խնդիրը տեսնում ենք 2026 թվականի ընտրություններին այս գաղափարները կրող մարդկանց իշխանության գալը։
Եթե ես եմ ներկայանում, իհարկե ես ինձ նկատի ունեմ, բայց ես բացարձակ այդ խնդիրը չունեմ։ Եթե լինի ես գաղափարներ կարող ուրիշ մարդ, ես իր հետ ամբողջությամբ կհամագործակցեմ, իմ հնարավորության չափով կօգնեմ, եթե նույնիսկ չհամագործակցեմ, շատ կողքից նայելով կհպարտանամ, կուրախանամ, որ նման տիպի գաղափարների մարդ Հայաստանի Հանրապետությունը ղեկավարում է իր թիմով, այսինքն Հայաստանի բոլորին համարում է իր մարդիկ, բոլորին սիրում է եւ բոլորին ընկալում է այդ մենքի մեջ բոլորին։ Այսինքն այս առումով դրա համար հստակ շեշտադրված է 2026, որ մարդիկ շեշտադրումը հասկանան, բայց որ շարժում լինի, անունը փոխվել է, կուսակցություն լինի, անունը իհարկե փոխվելու է։ Ինչ պլաններ կան այդ առումով։ Այդ բոլոր պլանների եւ այսինքն այստեղ կապված է նաեւ ինչքան արձագանք կստանա այս ամեն ինչը։ Միգուցե ես ունեմ շատ լավ գաղափարներ, մնացածը, բայց ես լավ չեմ ներկայացնում կամ այդ գաղափարը շատ արձագանք չի ստանում, կախված է նաեւ հասարակության կողմից աջակցություն ստանալուն այս ամեն ինչին։ Կստանա մեծ աջակցություն, կլինի այն ինչ որ ես մտածում եմ, ինչ որ երազում եմ, այդ մենքի գաղափարը իրականում ընկալելի կլինի, մարդիկ դրանով կշարժվեն, արդեն տեխնիկական հարց է, կուսակցություն կստեղծեն կամ մեկ ուրիշ կուսակցությունների հետ կհամագործակցենք ցանկով կառաջադրենք, իրականում այդքան էական չի, քանի որ այստեղ խորքային խնդիր կա պառակտման, այդ կուսակցականությունն էլ այդքան այս պահին Հայաստանի Հանրապետությունում ընկալելի չի, երբ որ կլինենք մենք, այդ ժամանակ դրանից վերև բարձրանանք, իհարկե կլինի նաև կուսակցական տարբեր ճյուղեր կլին գաղափարների, տարբեր մեր զարգացման այդ տարբեր տեսլականներ, այդ հետոյի խնդիրներ են։ Եվ այնուամենայնիվ վերադառնալով արդեն վերջի օրերի նորից զարգացումներին, դուք կարծում եք այս ռեպրեսիաները կգրեն շարունակական բնույթ, թե ինչ-որ մի փուլում Նիկոլ Փաշինյանը կհանդարտվի այդ թվում եւ եկեղեցու վերաբերյալ։ Այստեղ շատ մեծ անելիք ունեն նույնիսկ նույն իր շրջապատը, ովքեր իր հետ առօրյա շփվում են, որովհետև պետք է մարդու ձեռքը բռնեն, ասեն մի հատ վերջ տուր, ասեն կամ դու սենց էիր պատկերացնում Հայաստանը, կամ երբ որ դու 8 թվականից առաջ, 16 թվականին, 14, 15 կամ 2000-ականներին որոշիչ զբաղվել են դիմությամբ, այս տեսակը քո համար ընկալելի էր, մի հատ հիմա դու հետ գնային ժամանակներ ու նայի հիմա թե դու ինչ ես անում, ու ձեռքը բռնեն մի հատ բացատրեն այս ամեն ինչը կամ որ հանդարտվի ու այս ամեն ինչը վերջը տա, որովհետև չեմ կարող ասել կշարունակվի, չի շարունակվի, ասում պետք է մարդուն, այդ մարդը ով մտել է այս process-ի մեջ, իր ձեռքը բռնեն, իրան հասկացնեն, որ այս ամեն ինչը նորմալ չի, ընկալելի չի եւ հստակ կբերի Հայաստանի կործանմանը։ Չի կարելի։ Պետք է ամեն ինչին վերջ տալես։ Եվ ինչպես հակազդել։ Մեր միասնությամբ այս տարբեր մեթոդներով պետք է բացատրվի, մեր միասնությամբ ցույց տվի, որ սա ընկալելի չի, իսկ ամենավերջում ընտրություններում հստակ ես ասում եմ, դի բացառվի, որ ինչ որ մեկը չլինի, որ Հայաստանի Հանրապետությունում գնա եւ ընտրի Նիկոլ Փաշինյանին, որովհետև այն իր անցյալը որ կա, այս 7 տարիների, չգիտեմ, մինչև ընտրություններ բերում է նրան, որ ուղղակի ոչ մի տրամաբանության մոտ չի իրան ընտրելը։ Բոլոր խոստումների մեծ մասը չի կատարել, այն մեթոդները ժողովրդավարությունը, որ ինքը քարոզում էր, երազում էր եւ ինչի դեմ պայքարում էր, որ ժողովրդավարության խնդիր կա, սկսեց ինքը դրանից ավելի վատ մեթոդներով աշխատել։ Մի հատ մնացել է ընտրությունները իմ կարծիքով չի կեղծել կեղծի, դա ես էլ ասում ինքն հիմա միգուցե ուրիշ մարտավարությամբ է շարժվում, չկեղծենք ընտրությունները, բայց ընտրություններին թող կամ մասնակից չլինի կամ իմ ուզած մասնակիցները լինեն։